Ողջույն, ես Տիգրան Խզմարյանն եմ։ Այսօր 2026 թվականի մայիսի 9-ն է։ Այսօր Մոսկվայում տեղի ունեցավ պարտության շքերթ, որովհետև այն ինչ Պուտինը նախատեսում էր որպես հաղթանակի շքերթ, իհարկե դարձավ Ուկրաինայի հաղթանակի եւ Ռուսաստանի պարտության շքերթ։ Ինչը թույլ տալիս մեզ այդպես արտահայտվել։ Երկու հանգամանք։ Առաջինը ակնհայտ է բոլորին։ Պուտինը ստացավ այս շքերթի թույլտվությունը Զելենսկուց։ Նրանք չկարողացան թաքցնել, որ օրեր առաջ քննարկում էին, իսկ առանց դիվանագիտական ելևէջների, ասենք, խնդրում էին Միացյալ Նահանգներին ճնշել, ազդել, խնդրել Կիևին չգրոհել Մոսկվան շքերթի օրը։ Եվ նախորդ օրը, մայիսի 8-ին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրաման արձակեց, որով թույլ տվեց անցկացնել Մոսկվայում շքերթ։ Եվ անգամ նշեց աշխարհագրական կոորդինատներով, որ կետից մինչև որ կետն է Մոսկվան ազատ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից եւ ապահով։ Նա իր նախագահական որոշմամբ հեգնանքով իհարկե, բայց դա ամենայն լրջությամբ պաշտոնական փաստաթուղթ է։ Եվ այստեղ սկսվում է երկրորդ հանգամանքը։ Զելենսկին, որը ժամանակին ԿՎՆ-ի կապիտան էր, ծաղրածու, կլոուն, ինչպես իրեն անվանում են եւ շարունակում են անվանել, այդ ամեն ինչով հանդերձ նա ծիծաղելի դարձրեց, նա հեգնանքի առարկա դարձրեց աշխարհի ամենամեծ տարածքով, ամենահզոր բանակ ունեցող, ամենաէն երկրի նախագահ ԿԳԲ-ի գնդապետ Պուտինին։ ԿՎՆ-ը հաղթեց ԿԳԲ-ին։ Եվ դա իսկապես ծիծաղելի է։ Եթե հնարավոր է ծիծաղել միլիոնավոր զոհեր խլած պատերազմի վերաբերյալ, եւ այս առիթով ես սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս, որովհետև վերջին 200 տարիների մեր բոլոր արհավիրքները, ազգային աղետները ունեն ավելի քան մեկ իհարկե պատճառ, հասցե, բայց այդ հասցեներից եւ այդ պատճառներից ամենամեծն է ռուսական կայսրությունը, որը կարող էր կոչվել Ռոմանովների կայսրություն, սովետական միություն, Պուտինյան ռուսական ֆեդերացիա, նշանակություն չունի։ Դա մեր գլխավոր գաղութատերն էր, որը մեր աչքի առաջ դարձավ ծիծաղելի։ Ուղիղ 3 տարի առաջ այսօրը 2023 թվականի մայիսի 9-ին Ռուբեն Ախվերդյանի հետ ես մեկնեցի Կիև։ Նա իր հետ վերցրեց իր գիտարը, երկու երաժիշտներին, իր ընկերներին, ովքեր նվագակցելու են նրան, ես վերցրեցի ֆիլմերս եւ մենք կազմակերպեցինք արդեն հաջորդ օրը մայիսի 10-ին Կիևում, 11-ին, 12-ին Օդեսայում համերգներ եւ ֆիլմի ցուցադրում, ես ցուցադրում էի Գողացված դարը ֆիլմս, այն ժամանակ դեռ նոր։ Եվ Ուկրաինայի Կիևի մշակութային կենտրոններից մեկը, Կրեշատիկից ոչ հեռու, չեմ հիշում, կարծեմ Ժովտին էր կոչվում, լեփլեցուն էր 400 տեղանոց դահլիճը լցված էր եւ ի ուրախություն մեզ այնտեղ բազմաթիվ հայեր կային եւ ուկրաինացիներ, կային շատ լուրջ ուկրաինացիներ, արտգործնախարարությունից մարդիկ, բանակից մարդիկ, բայց մեզ համար ամենաթանկն էր հայերի ներկայությունը եւ ոմանք եկել էին ռազմական, զինվորական համազգեստով, նրանք հենց խրամատներից էին եկել Ռուբենին լսելու եւ այդ համերգը
բարեգործական էր, մենք գումարը փոխանցել ենք երկու ամերիկների գումարն էլ փոխանցել ենք Ուկրաինայի բանակին։ Եվ հետո մեզ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի բանակի հրամանատարությունը որոշեց այդ գումարով, իհարկե ավելացնելով անհրաժեշտ մասը, ստեղծել հայկական լեգիոն։ Այդպես որ Հայաստանի եվրոպական անունից, Հայաստանի եվրոպական կուսակցության անունից ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք մասնակցում ենք մեր հնարավորությունների շրջանակներում այս պատերազմին եւ մենք մասնակցում ենք դրան Ուկրաինայի կողմից։ Առաջին իսկ օրը պատերազմի 22 թվականի փետրվարի 24-ին մենք առաջինն ենք, որ կեսօրին դուրս եկանք ռուսական դեսպանատան դիմաց պատերազմի դեմ բողոքով։ Մեզ համար պարզ էր, որ ուկրաինական պատերազմը եւ մեր պատերազմը Արցախում դա նույն մեծ գաղութային պատերազմի, Ռուսաստանի վարվող պատերազմի տարբեր ռազմաճակատներն են, ինչպես երկրորդ համաշխարհային պատերազմում կար ուկրաինական, բելարուսական ճակատ, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ։ Մենք ունենք երկու ճակատ առնվազն, հայկական ճակատ եւ ուկրաինական ճակատ։ Եվ քանի որ 23 թվականին դիմադրում էր միայն ուկրաինական ճակատը, մենք օգնում ենք այդ ճակատին ինչպես կարող ենք։ Եվ հիմա ես շնորհավորում եմ Ուկրաինային այն հաղթանակով, որը դեռ հայտարարված չէ, բայց որը ակնհայտ է։ 3 օրում Կիև վերցնել ցանկացող, խոստացող Պուտինը անփառունակ, խայտառակ, ամոթալի պարտություն է կրում։ Նա պարտվեց ամենակարևորը։ Ողջ աշխարհն է նրա դեմ։ Նրա ազգաբնակչության զգալի մասը փախչում է երկրից, այդ թվում նաև Հայաստան, եւ դուք տեսնում եք նրանց ամեն օր փողոցներում։ Բայց ականը անգամ դա չէ։ Ինչ դաս է տալիս մեզ ուկրաինական դիմադրությունը։ Ուկրաինան պատերազմում էր անչափ ավելի հզոր, երևի ամենասարսափելի, ինչ կարելի է պատկերացնել ոսոխի դեմ Ռուսաստանի։ Ես հիշում եմ մի տարօրինակ խոսակցություն, որ տեղի ունեցավ Կիևում, ձեզ բոլորիդ հայտնի է, որ ռուսները ուկրաինացիներին անվանում են հեգնաբար խախոլ, ինչպես մեզ օրինակ նույնքան հեգնաբար անվանում են խաչ։ Երկու դեպքում էլ այդ հեգնանքը անտեղի է, բովանդակազուրկ, անիմաստ, որովհետև խաչ, որը ռուսների շուրթներում պետք է ինչ-որ նսեմացնող իմաստ ունենա, դա իրականում պատիվ է, մեր արժանիքն է, մեր խաչակրած առաքելությունն է։ Հետաքրքիր է, բայց նույնը վերաբերում է եւ խոխոլ բառին։ Խոխոլ, այսինքն մազերի ճակատային այն մասը, որը ուկրաինացիները հատուկ երկարացնում են, երբեմն սափրելով գլխի մնացած մասը, պահում են դա, իրականում ազատության խորհրդանիշ է, որովհետև ուկրաինացիները ընդհանրապես ռուս ազգից տարբերվում են նրանով, որ երբեմն ժամանակին լինելով բավական մոտ, էթնիկ առումով, գենետիկ առումով, նրանք կազմում էին այդ ցեղախմբի այն մասը, որը հրաժարվում էր ծառա եւ ստրուկ լինել։ Եվ պետության, ընդհանուր պետության առջև իրենց պարտքը իրենք գերադասում են կատարել լինելով ազատ հողագործ եւ ազատ զինվոր, ազատ կամավոր, եւ պարտավորվում էին պատերազմի ժամանակ պաշտպանել սահմանը, որտեղ որ իրենք ապրում են, երկրի ծայրամասը, ակրաինա, Ուկրաինա եւ Ուկրաինա բառը հոմանիշներ են, գրեթե նույն բառն է, չնայած որ արմատը այլ է, կրայինա նշանակում է հենց երկիր, բայց երկրի ծայրամասում ապրելով իրենք
իրենց վրա վերցնում էին տարածքը պաշտպանելու պարտավորություն եւ պաշտպանելու համար իրենք պարտավորվում էին սեփական զենքով, սեփական ձիերով, սեփական ուժերով պաշտպանել այն։ Եվ ի նշան նրա, որ իրենք տարբերվում են ռուսական բանակի զինվորներից, որոնք սափրած էին, իրենք պահում էին այդ մազերը հենց որպես հպարտության, արժանապատվության, ազատության խորհրդանիշ։ Բայց այստեղ ուրիշ հանգամանքն է հետաքրքիր։ Իրենց հերթին ուկրաինացիները վիրավորական անվանում ունեն ռուսների համար։ Եվ այն հնչում է ուկրաիներ կացապ։ Այո, ռուսներին իրենք անվանում են երկու ձևով՝ մոսկովիտ, այսինքն մոսկվացի, Մոսկվայի կողմից կռվողը, Մոսկվայի շահեր պաշտպանողը, բայց կա երկրորդ անունը՝ կացապ։ Ու ես հանկարծ հասկացա ինչ է նշանակում այդ բառը։ Ու հարցրեցի ուկրաինացիներից, դու գիտեք դա ինչ է նշանակում։ Ասացին, դե դա նշանակում է ռուս, ոնց որ ասենք հայերը ոմանք ասում են ռուսներին սոխ։ Դե ինչու են ասում, ուրիշ հարց է, որտեվ սոխ են ուտում, որտեվ ռուսական եկեղեցիները սոխագլուխ են եւ այլն։ Էական չէ։ Ասում ու ասում են, ավանդույթ է։ Բայց կացապը ուրիշ բան նշանակություն ունի։ Եվ ուկրաինացիները մոռացել էին, ում չեմ հարցրել, չգիտեին։ Վերջերս հանդիպեցի Զելենսկու խորհրդականներից մեկին Ֆեսենկոին, որը Երևան էր եկել այդ եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը, ու նրան էլ հարցրեցի, որտեղ խոսքը գնում էր աշխարհաքաղաքական ընտրության մասին, եւ ես որպես տեստավորում տվեցի այդ նույն հարցը, պարոն Ֆեսենկո, իսկ դուք գիտեք ինչու են Ուկրաինայում ռուսներին անվանում կացապ։ Ասեց դե ավանդույթ է, այդպես են ասում։ Ասեցի հարցրեք ձեր երկրում ապրող թաթարներին, որտեղ այդ խոսքը թաթարական է, թուրքական։ Դա նշանակում է ղասապ։ Ղասապ։ Դուք պատկերացնում եք ինչպիսի վերաբերմունք էր, ինչպիսի հարաբերություններ են ուկրաինացիների եւ ռուսների միջև, որ ժողովուրդը մեկ այլ ժողովրդին անվանում էր ղասապ։ Մորթ իրագործող, ոչ թե մեկին, մյուսին, բոլորին։ Ուկրաինացիները ցնցվում են, երբ ես ասում եմ նրանց դա։ Երբեմն ստուգում են, ասում են, այո, ճիշտ է, մենք չգիտենք։ Ասեցի, չէ, դուք գիտեք, դուք մոռացաք պարզապես։ Եվ դա շատ ու շատ բան է բացատրում եւ իրենց, եւ մեզ, թե ինչի հետ, ում հետ մենք եւ նրանք գործ ունենք։ Շատ կարևոր է պատմության մեջ անձի դերը։ Իհարկե, դա չի կարող չափազանցնել, բայց նվաստացնել այդ դերը նույնպես չարժե։ 2022 թվականի փետրվարի առաջին պատերազմի սկզբից, այսինքն 22-ին սկսվեց, 24, 25, 26-ին փետրվարը կարճ ամիսը, ռուսները գրեթե հասել են Կիև։ Գրեթե հասել են Կիև։ Իրենք շատ մոտ են։ Առաջին իսկ ժամերին նրանց դեսանտը իջավ Գոստոմել ու դա ռազմական օդանավակայան է։ Կրկնելով սովետական բանակի հին հնարքը, այդպես էին գրավում Բուդապեշտը, այդպես են գրավում Պրահան 68 թվականին, այդպես են գրավում Զավթում Կաբուլը 1979 թվականին։ Եվ այն հայտարարությունները, որ 3 օրից Ուկրաինան ծնկի է գալու, ոչ միայն Կրեմլում կամ ռուսական հեռուստատեսությամբ են հնչում, նույնը մտածում են եւ Եվրոպայում, եւ Միացյալ Նահանգներում։ Եվ ամերիկացիները, ինչպես հիմա հայտնի դարձավ, առաջարկեցին նախագահ Զելենսկուն օդանավ նրան տարհանելու, նրան ընտանիքը մտերիմներին, եւ այդ պահին Վոլոդիմիր Զելենսկին
ազգությամբ հրեա, Կրիվորի Ռոգ քաղաքում, գավառական քաղաքում ծնված կարճահասակ մի մարդ, որը եկել էր իշխանության խաղաղության կարգախոսներով, ի տարբերություն իրեն նախորդող Պյոտր Պորոշենկոին, որը շատ մարտատենչ էր խոսում, եւ այդ երիտասարդ ծաղրածուն, որը դարձավ նախագահ, որովհետև նկարահանվել էր նախագահի, Ուկրաինայի նախագահի դերում մի շատ սիրված Ուկրաինայում ֆիլմում ժողովրդի ծառա։ Եվ նա հանկարծ լրջացավ եւ ասաց Միացյալ Նահանգների դեսպանին. ինձ փրկության տաքսի մի ուղարկեք, զենք ուղարկեք մեզ։ Եվ նրանք կռվեցին, նրանք դիմադրեցին եւ հաղթեցին։ Ամենայն դեպս հաղթում են։ Մեզ համար սա ինչ-որ աննախադեպ չտեսած բան չէ։ Սարդարապատի դաշտում մեր դեմ կռվում էր թուրքական բանակի լավագույն զորքը, զորախումբը, միակ դիվիզիան, որը հատուկ անուն ուներ, որը մասնակցում էր Դարդանելի նեղուցի կռվին, երբ գերմանա-թուրքական համատեղ զորքը պաշտպանվեց եւ կարողացավ ջախջախել անգլո-ավստրալիական դեսանտը 1915 թվականի ապրիլին եւ Գալիպոլի կոչվող, դա թուրքերեն Դարդանելն է, այդ դիվիզիան էր ուղարկվել Հայաստան, զավթելու եւ վերջացնելու Հայաստանը։ Եվ նրա դեմ զորք չկար, աշխարհազորն էր, գումարած 500 եկեղեցական ուսանողներ, հոգևոր ճեմարանի, գումարած եզդիների ջոկատները, գումարած ուկրաինացիների եւ ռուս կազակների փոքրիկ խմբեր, գումարած գերմանացի Շնեուրին, Հույն Սակելյարի հրետանու մարդկոցները։ Մեր կանոնավոր բանակը հիմնականում Ղարաքիլիսայի ռազմաճակատում էր, քաղաքական ղեկավարությունը պատրաստվում էր հանձնել Էջմիածինը եւ Երևանը, մեքենա էին ուղարկել Էջմիածնի գանձերը տեղափոխելու Սևանի կղզի եւ միայն Գևորգ 5-րդ կաթողիկոսի երկաթե կամքը կանգնեցրեց այդ տարհանումը եւ ճակատամարտի ճակատագրական պահին մի քանի իրական զինվորականներից մեկը Դանիել Բեկփիրումյանը նստեց ձիու վրա եւ ոգևորելու համար ժողովրդին հանեց իր գնդապետի շինելը ու աստառով շուռ տալով դեպի դուրս, աստառով դուրս հագավ այն, իսկ աստառը շինելը մոխրագույն էր, իսկ աստառը վառ կարմիր, այսպիսի գույտ էր, եւ նա երևում էր բոլորին, թշնամուն եւ սեփական աշխարհազորին, եւ առաջ տարավ աշխարհազորը եւ ջախջախեց թուրքերին։ Հիշենք Նժդեին, ով ընդամենը 200 հոգանոց ջոկատ հավաքեց Սյունիքում եւ կռվեց սիսիանցիներից, գորիսեցիներից, կապանցիներից, գյուղերից հիմնականում հավաքած 200 հոգանոց ջոկատով նա կռվում էր միաժամանակ Կարմիր բանակի
ադրբեջանցիների դեմ եւ իմիջիայլոց չէր կատարում հայկական կառավարության նահանջելու եւ զինաթափվելու հրամանը եւ նա պահեց Սյունիքը առ այսօր։ Այդպես որ հաղթանակը շատ բարդ բան է, դա ճիշտ պահին, ճիշտ տեղում, ճիշտ մարդկանց ներկայությունն է։ Հետևաբար պարտությունը ճիշտ մարդկանց բացակայությունն է, ճիշտ պահին եւ ճիշտ վայրում։ Նրանք սխալ վայր են ընտրում, սխալ ժամանակ, դրա համար կատարում են տարական եւ ճակատագրական սխալներ։ Այսօր հաղթանակի օր է եւ ես չեմ ուզում խոսել պարտության մասին, դա ուրիշ խոսակցություն է։ Ես պարզապես ուզում եի այսօր հիշեցնել, որ մենք հաղթող ազգ ենք, որ մենք չպետք է համաձայնվենք մեր թշնամիների ցանկությունը կատարել եւ մոռանալ, որ մենք հաղթող ազգ ենք։ Գիտեք, 15-րդ դարում Օսմանյան կայսրության սուլթաններից մեկը արգելեց հայերին, գիտեք ինչ անել, ձի նստել, ընդամենը ձի, ձիավոր հայը հանցավոր էր, հանցագործ էր, հայը իրավունք չուներ երևալ ձիու վրա, որովհետև ձիավորը դա ազատ մարդ է, ձիավորը դա ազատականի, դա ազնվականի սկզբնական փուլն է, պատահական չէ, որ ազնվականության ամենացածր կարգը Ֆրանսիայում կոչվում էր շևալիե, շևալ, ձի, ձիավոր, Դարտանյան օրինակ շևալիե էր, շևալիե Դարտանյան, և ահա ինչից էին զրկում հայերին թուրքերը, որովհետև դարեր շարունակ, ընդհուպ մինչև 12-րդ դար հայոց այրուձին էր հայկական բանակի պարծանքը և գլխավոր ուժը, և ոչ միայն հայկական բանակի, մինչև 12-րդ դար ասեցի, որտև արևելյան հռոմեական կայսրության, այսինքն Բյուզանդիայի, ինչպես մենք ենք հիմա դա անվանում սխալմամբ, իրենք իրենց ռոմեացիներ են անվանում իմիջիայլոց, այդ հայ հունական կամ հունահայկական կայսրության զորքի հարվածային մասը հայոց այրուձին էր և լոգոֆետները, հայերեն հունարենից թարգմանած սպարապետները, հայեր էին, Հովհաննես Չիմիշխը, որը հետո կայսր դարձավ, Ցիմիսխի էին իրեն անվանում հույները, նա այրուձի հրամանատարն էր, Մլեղ մեծը, բազմաթիվ, Վարդանը, Բագրատը, Բասիլիոսը մեզ ստիպում էին մոռանալ, որ մենք հաղթող ազգ ենք։ Եվ ավարտելով այսօրվա մեր հանդիպումը, ես ուզում եմ մի փոքր լեզվաբանական ակնարկ անել։ Այն ինչպես են մեզ անվանում օտարները, Արմենիա, ունի նույն արմատը, ինչ բանակ բառը, արմիա, նույն արմատը, ինչ անգլերեն օրինակ զենք, arm, նույն արմատը, ինչ աջ ձեռը, բազուկն է, որը նույնպես անգլերեն arm է։ Արմեն նշանակում է մարտիկ,
զինված մարդիկ։ Արմենիա նշանակում է բանակ։ Եվ խաղաղություն ունենալու համար մենք ոչ միայն պետք է ունենանք բանակ, հզոր բանակ, այլ նաև նախ եւ առաջ այդ բանակը պետք է հիշի, որ ինքը հաղթող բանակ է։ Եվ այսօր հաղթանակի օրվա մեր խոսակցությունը ավարտում եմ ընդամենը մի պարզ կոչով։ Մենք իրավունք չունենք թույլ տալ մոռանալ մեր հաղթանակի մասին, մեր հաղթանակների մասին, Շուշիի ազատագրման մասին։ Նույն մայիսին կնքված 94 թվականի մեր հաղթանակի մասին, Ավարայրի 451 թվականի մայիսին մեր հաղթանակի մասին։ Մեր հաղթանակները անցյալում չեն։ Եթե մենք ճիշտ քաղաքական ընտրություն կատարենք, մենք կլինենք ոչ միայն հզոր մեր եվրոպական դաշնակիցների հետ, Ֆրանսիայի և Հունաստանի, Ուկրաինայի հետ միասին, Լեհաստանի, Լիտվայի, մենք կլինենք ազատ, անկախ և արժանապատիվ։ Առանց դրա չկա հաղթանակ, առանց դրա չկա խաղաղություն։ Երկրորդ օր շարունակ շնորհավորում եմ մեր անցյալ և ապագա հաղթանակները։ Լավ շաբաթնավերջ ձեզ, ցտեսություն, չմոռանաք բաժանորդագրվել։